Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի քայլերը ողջունելի են, դրանք բավարար դարձնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր, որոնք Եվրոպան առաջարկում է մեր երկրին, սատարելով նրա անկեղծ ձգտումը, ինչպես ձևակերպեց Եվրամիության պատվիրակության ղեկավարը։ Ապօրինի հարստացումը կանխարգելող միջոցառումները դրա բաղկացուցիչ մասերից են, սակայն ավելի կարևոր եմ համարում հակակոռուպցիոն անկախ գործակալություն կամ մարմին ստեղծելը։ Այժմ մենք փորձում ենք հիմնավորել, որ այն կլինի Հայաստանի համար կարևոր լուծումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարում։ Արդարադատության փոխնախարարը ներկայացնում է իրականացրած քայլերը, քաղաքացիական կացության գրանցման էլեկտրոնային համակարգ, այս տարվանից ավելի կհեշտանա ծնունդների ու մահացությունների հաշվառումը, կվերանա թղթակցությունը, անհատ ձեռներես կամ ձեռնարկություն հիմնելու համար այլևս պետք չէ այցելել արդարադատության նախարարության որևէ գրասենյակ։ Այսուհետ մեր քաղաքացիները հայփոստի բաժանմունքներում կամ բանկերում կարող են ստանալ պետական ծառայություններ, ստանալ չդատվածության վերաբերյալ տեղեկանք, գրանցել իրավաբանական անձ, փոխել տնօրենին, ստանալ ոստիկանության որոշակի տեղեկանքներ եւ ծառայություններ, եւ այդ ծառայությունները մենք փուլ առ փուլ ընդլայնում ենք։ Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարելու համար ընտրել է 4 ոլորտ՝ կրթություն, առողջապահություն, հարկային մարմիններ եւ ոստիկանություն։ Այս ոլորտներում քաղաքացիներն ավելի հաճախ են շփվում պաշտոնյաների հետ եւ դրանք հայտնվել են կառավարության թիրախում։ Հայկ Հովհաննիսյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։